կկատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 7-ին կայացած ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու է հունիսի 14-ին, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Իսկ հունիսի 19-ը այն օրն է, երբ քաղաքական ուժերը կարող են բողոքարկման հարցերով դիմել Սահմանադրական դատարան, ասել է նա։ Մինչ այս պահը ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին հայտարարել են Հայաստան դաշինքը եւ Միասնության թևերը առանց մանրամասնելու երբ եւ ինչպես։ Ուժեղ Հայաստան դաշինքը սպասում է ձայների վերահաշվարկի արդյունքներին հասկանալու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը թե ոչ եւ միայն դրանից հետո հանդես կգան հայտարարությամբ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս պահին վերահաշվարկի գործընթացի մեջ է։ Պատգամավորի տեխնացու Էլինար Վարդանյանը ասել է, որ օրինակ մի քանի ընտրատեղամասերի արձանագրությունների քաղվածքներում երևում է, որ կուսակցությունը 120 ձայն է ստացել, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակներում անճշտություն են նկատել։ Վարդանյանի փոխանցմամբ այժմ այդ քաղվածքները ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի ճշգրտումներ կատարվեն։ Իսկ իշխող ուժից պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ ընդդիմության բացահայտման շնորհիվ քաղաքացիական պայմանագրի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացել են 650-ով։ 27 կոտորակ 7 տեղամասի քաղաքացիական պայմանագրի ստացած 301 ձայնի փոխարեն կայքում անցկացվել է 63 ձայն։ Քաղաքացիական պայմանագրի ձայները այս տեղամասում կավելանան 238-ով։ 27 կոտորակ 26-ում, որտեղ քաղաքացիական պայմանագրի ստացած 524 ձայնի փոխարեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք է անցկացվել Հայաստան դաշինքի 112 ձայնը։ ՔՊ-ի ձայներն էլ էլի գնացել են ԴՕԿ-ի դիմաց։ Այս տեղամասում էլ քաղաքացիական պայմանագրի ձայները կավելանան 412-ով, նշել է Ալեքսանյանը։ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորած Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է ընտրություններին, նշելով, այս ընտրությունները անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման եւ ընտրախախտումների պայմաններում։ Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ։ Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո։ Մի բան հստակ է, չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը, ասել է Քոչարյանը։ Արման Թաթոյանն էլ հայտնել է, որ Միասնության թևերը նախաձեռնում է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց եւ քննարկում է արդյունքները վիճարկելու հնարավորությունը։ Այժմ մեր եթերում կարճատև դադար է, որից հետո շարունակում ենք։ Եվ այժմ զրուցելու եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Բարև ձեզ։ Պարոն Առաքելյան, եւ այսպես ես նշեցի, որ ընդդիմադիր ուժեր, օրինակ նույն Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Միասնության թևեր, Լուսավոր Հայաստան չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, ասում են, որ աննախադեպ ծավալի խախտումներ, աննախադեպ ծավալի վարչական ռեսուրս, մենք պիտի հասկանանք ինչ է եղել, Ռուսաստանից ասում են տարբեր պաշտոնյաներ գողացված է ընդդիմության ձայները առնվազն 20%-ի չափով այս իշխանությունները ինչ-որ շատ մեծ ընտրախախտումներով ընտրություններ են կազմակերպել, Պեսկովը ասում է Վլադիմիր Պուտինը չի շնորհավորելու, մինչև չլինեն վերջնական արդյունքներ, որովհետև մենք էլ այդպես հետևում ենք այդ շատ խախտումներին, հա, բռնաճնշումներ ընդդիմադիրների նկատմամբ, այս ինչ է կարել։ Դե փաստորեն պատկերացնում եք, ովքեր են խոսում բռնաճնշումներից եւ ընտրախախտումներից, խոսում են մարդիկ, որոնց կառավարման տարիներին Հայաստանում երբեք ազատ, արդար, ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ տեղի չեն ունեցել, երբ Քոչարյանի կառավարման եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին տեսնում ենք լցոնումները, փողի եւ այլն եւ այլ տեսակի ճնշումները, ինչպես էին ընտրությունները տեղի ունենում եւ ինչպիսին էր միջազգային հանրության գնահատականները, ու այս մարդիկ այսօր խոսում են ազատ արդար ընտրություններից, դա այն պարագայում, երբ որ մեր հակակոռուպցիոն կոմիտեն, չգիտեմ, երևի հարյուրավոր ձայնագրություններ է հրապարակել եւ
100-ից անցնող քրեական գործեր են, եթե չեմ սխալվում, հարուցվել ընտրակաշառք բաժանելու դեպքերի հետ կապված եւ դա դրա արդյունքում է, որ այս ուժերը նաեւ ստացել են որոշակի ձայներ, որ խոսում են 20%-ից, ես համոզված եմ, որ իրանց տարած ձայների հավաքական այդ ձայների առնվազն 20%-ը դրանք դրսից եկած որոշակի մարդիկ են եւ փողով ընտրություններ կատարողներ են։ Ցավով եմ նշում, որ գումարով ընտրություն կատարողներ են, որովհետև գումարով ընտրություն կատարողները դրանք անբարո մարդիկ են։ Գումարով ընտրություն կատարողները դրանք բարոյականության հետ խնդիր ունեցող մարդիկ են, դրանք ըստ էության սեփական սրբությունները չհարգող մարդիկ են, դրանք սրբապիղծ մարդիկ են, ուրեմն փողով ընտրություններ կատարողն են։ Ու մեծ առումով եւ փող տվողը եւ փողով ընտրություն կատարողները դրանք սրբապիղծ մարդիկ են, որովհետեւ նրանք ըստ էության ոտնձգություն են կատարում մեր սրբության սրբոցի պետության, պետականության եւ այդ պետականության համար ընկած մեր զավակների նկատմամբ եւ հետեւաբար այդ մարդիկ հարգանքի արժանի չեն, այդ մարդիկ ըստ էության պետքա մշտապես պարսավանքի ենթարկվեն մեր հասարակության մեջ ու մեծ առումով ես կարծում եմ, որ մենք պետքա նաև օրենսդրական նախաձեռնություն ունենանք, որով ոչ միայն քրեական պատասխանատվության պետքա ենթարկենք փողով ընտրություն կատարողներին կամ փող առաջարկողներին, այլ մեր հասարակության մեջ նրանք մեր պետության մեջ նրանք պետքա զրկվեն որոշակի նաև նախ եւ առաջ սոցիալական իրավունքներից, հասկանում եք, որովհետեւ այդ մարդիկ իրանց վարքով փաստորեն վտանգի տակ են դնում եւ պետությունը, եւ պետության մեջ ապրող քաղաքացիները եւ այդ մարդիկ ըստ էության չպետք է հավասար սոցիալական պայմաններում ապրեն այն մարդկանց հետ, ովքեր գնում են եւ իրենց խղճի մտոք ընտրություն են կատարում։ Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցերին պետք է պատասխաններ տրվեն օրենսդրական մակարդակով ու մեծ առումով հատկապես ընտրակաշառք վերցնողները եւ ընտրական եւ փողով ընտրություն կատարողները մեր հասարակության մեջ պետքա հայտարարվեն պետական դավաճաններ ու ես կարծում եմ նաեւ օրենսդրական առումով սա պետքա կարգավորում ստանա, որ նախ եւ առաջ ընտրական փողով ընտրություն կատարողները եւ ընտրակաշառք բաժանողները պետքա օրենքով հավասարվեն պետական դավաճանի աստիճանի, քանի որ մեր երկրի ուրեմն խնդիրների հիմքը հենց ընտրակաշառքներն են եղել եւ փողով ընտրություն կատարողներն են։ Հիմա այն ժամանակները չեն, երբ որ մարդիկ կարող են արդարացնել, ասել դե մեզնից բան կախված չէ, դե ճնշումների ենք ենթարկվում եւ այլն եւ այլն։ Հիմա մենք ապրում ենք ազատ հասարակությունում եւ ազատ պետությունում եւ այլևս նրանք, ովքեր գնում են փող են վերցնում եւ ընտրություն են կատարում, նրանք դա անում են իրենց կամքով, առանց որևէ ճնշումների եւ դա անում են գիտակցված, որ վնասում են մեր պետությանը։ Նրանք մեր երկրի ներսի դավաճաններն են։ Ուրեմն ընտրակաշառք վերցնողը, ընտրակաշառք բաժանողը եւ փողով ընտրություն կատարողները մեր ներսի դավաճաններն են։ Բայց մենք ունենք մյուս իրականությունը, որ ինչպես դուք նշեցիք, այդ ձայնագրություններ, հարյուրավոր գործեր եւ այլն, այդ ուժերը խորհրդարանում են հայտնվել։ Դե դա դրա արդյունքն է, սա նշանակում է, որ մենք դեռ աշխատելու տեղ ունենք, որ մեր իրավապահ համակարգը դեռևս աշխատելու տեղ ունի։ Հասարակություններ պետքա ըստ էության մերժի նման երևույթները իրեն շրջապատում, այսինքն մեր քաղաքացիները, ովքեր կլսեն, կտեսնեն, որ ինչ որ մեկը ընտրակաշառքով ընտրել կամ փորձում ընտրակաշառքով անել, իրենք էլ պետքա ըստ էության հասկանան, որ իրենք պետքա այդ հարցով դիմեն իրավապահ մարմինների, որպեսզի իրավապահ մարմինները օպերատիվ արձագանքեն եւ լուծում տան, քանի որ սա, ինչպես նշեցի, յուրաքանչյուր քաղաքացու նաեւ հարցն է, քանի որ այդ փող վերցնողը որոշում է նաև այդ քաղաքացու ճակատագիրը։ Եվ ինչպես նշեցի, այո, ցավալիորեն իրանք հայտնվել են խորհրդարանում ու դա հենց դրա արդյունք է, այսինքն այս քաղաքական ուժերը առանց փողի որևէ շանս չունեին անցնելու խորհրդարան։ Այդ նշանակում է, որ իրենք այնուամենայնիվ չնայած այդ մասսայական բացահայտումներին, ձայնագրությունների հրապարակումներին, այդ կալանավորումներին, այնուամենայնիվ իրենք ըստ էության կարողացել են աշխատացնել այդ մեխանիզմը եւ նաեւ որոշակի դերախաղացել նաեւ այնուամենայնիվ դրսից եկած հատկապես Ռուսաստանից եկած քաղաքացիների քվեարկությունները։ Շատ լավ։
Բայց այն, որ ընդդիմադիրները վիճարկում են, որ կեղծվել է, չգիտեմ, վարչական ռեսուրս է կիրառվել, ռուսական կողմի տարբեր պաշտոնյաներ են նույն բանը ասում, հա։ Իդեպ միջազգային արձագանքներից միայն Ռուսաստանի ամենաբարձր մակարդակից դեռևս արձագանքը բացակայում, բայց դե դա հիմնավորում են, որ պիտի սպասենք արդյունքներին վերջնական, որովհետև ըստ իրենց տարբեր պաշտոնյաների դիտարկումների ձայները գողացվել են։ Գիտեք, դա սպասելի էր, որովհետև մինչև ընտրությունները դուք կհիշեք, որ Ռուսաստանի խոշորագույն պաշտոնյաներից մեկը հայտարարեց, չէ, որ այս ընտրությունները չպետք է լեգիտիմ ճանաչվեն։ Դա Դմիտրի Մեդվեդևի մասին է։ Այսինքն այս մարդիկ ի սկզբանե իրենց բացահայտել են, որ անկախ արդյունքներից իրենք կփորձեն այս ընտրությունների նկատմամբ որոշակի բացասական ուրեմն ֆոն ձևավորեն, բայց դրանով հանդերձ ես համոզված եմ, որ իրենք դա չեն կարող, քանի որ Հայաստանի քաղաքացին գնացել եւ արժանապատիվ ընտրություն է կատարել եւ դրանով ամեն ինչ որոշված է։ Ես համոզված եմ, որ առաջիկայում Ռուսաստանի նախագահն կշնորհավորի, իսկ որ իրանք այսպես դիսկոմֆորտի մեջ են եւ իրենց ակնկալիքները չի բավարարվել, դա փաստ է եւ դրանից իրենք այսպես ավելի անկանոն եւ ջղաձիկ շարժումներ են կատարում, բայց ոչինչ մի քանի օր հետո դա էլ կավարտվի եւ իրենք մեծ առումով մենք չպետք է սպասենք, որ Ռուսաստանը կշնորհավորի, չի շնորհավորի, դա իրենց խնդիրն է։ Ռուսաստանը մի պետություն է, որը շնորհավորել է օրինակ, ասենք, Թալիբանի իշխանության գալը։ Ռուսաստանը պետություն է, որը շնորհավորել է Թալիբանի իշխանության գալը։ Հիմա այդ պետությունից մենք ինչ ենք ակնկալում։ Ասենք ինչ որ առումով երևի ավելի դրական միջազգային ֆոն կունենանք, որ հնարավորինս ուշ շնորհավորեն։ Այսինքն մարդիկ, ովքեր շնորհավորում են կամ ողջունում են կամ ինչ որ Թալիբանի հետ կապեր են հաստատում, այդ մարդիկ այսօր եկել են մեզ ասում են, որ գիտեք ինչ կա, ընտրախախտումներ են եղել եւ այլն եւ այլն։ Չէ, բայց դե մենք այս Ռուսաստանի հետ հազար մի հարց ունենք, էլ լուծել։ Դե հա, ես նշեցի, որ Հայաստանի քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը։ Դա մեր ներքին խնդիրն է։ Ռուսաստանը կշնորհավորի, չի շնորհավորի, դա արդեն դիվանագիտական իրենց դիրքավորման խնդիր է։ Այն որ մենք միմյանց հետ հարցեր ունենք, տեսեք հայտարարում են, որ պետքա Հայաստանը հանրաքվե անի եւ չգիտեմ, սա այս ընտրությունները այդ հանրաքվեի դրսևորում հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները իրենց հանրաքվեն արեցին։ Այսինքն Հայաստանի քաղաքացիները ընտրեցին գործող իշխանություններին, ընդ որում ճշո բացարձակ մեծամասնությամբ, այսինքն գործող իշխանությունը էլի բացարձակ մեծամասնությամբ միազնյա ձևավորել է իշխանություն, կառավարություն։ Եվ մնացածը իրենց խնդիրն է, այսինքն այն որ մենք հարաբերություններ ունենք եւ որոշակի հարցեր ունենք, այդ ակնհայտ է, որ այդ հարցերը պետքա կարգավորեն, դա էլ է ակնհայտ։ Շատ լավ, եթե օրինակ փորձենք համեմատել էլի նախորդ կամ դեռ գործող խորհրդարանը եւ արդեն թեև արդյունքները վերջնական չեն, բայց այնուամենայնիվ պատկերը պարզ է, չէ։ Որևէ նորություն չունենք, չէ, կարծես։ Այսինքն ցավալիորեն ըստ էության օպոզիցիոն ես նկատի ունեմ այդ դաշտի հետ կապված, մեծ առումով փոփոխություններ չունենք, քանի որ մենք գործ ունենք նույն Գիտեք, այստեղ մարդկանց թվում է թե անձերի փոփոխությունը որոշակի բան է բերում, բայց իրականության մեջ մենք գործ ունենք էլի նույն գաղափարական ուժերի հետ, ովքեր ձգտում են Հայաստանը դարձնել գուբերնիա, ովքեր ծառայում են երրորդ երկրին, դրա հետ կապված փաստերը բազմաթիվ են, որոնց շարքերում բացահայտվել են գործակալներ երրորդ երկրի տվյալ դեպքում Ռուսաստանի, ու մենք գործ ունենք ըստ էության գործակալական ոչ բոլորի դեպքում, բայց հիմնականում գործակալական ցանցի քաղաքական ներկայությանը մեր ազգային ժողովում։ Սա այո ազգային անվտանգության հարց է, ու այս հարցը առաջիկա 5 տարիներին պետքա վերջնական լուծում ստանա։ Մենք այդ հարցը կլուծենք, համոզված եմ։ Շատ լավ։ Եթե դիմեն օրինակ քննարկվող սցենարը մանդատներից հրաժարվելու, դիմադիր ուժերը ասում են, դե մենք պետք է միասին քննարկենք, այդ հարցը ընդհանուր կոնսենսուսի կանք, հետո հասկանանք ինչ ենք անում։ Դա ինչ-որ խնդիր է առաջացնելու, եթե օրինակ դիմադրություն։ Ոչ մի խնդիր չի առաջացնելու։ Միայն իշխանությամբ հնարավոր է։ Այո, ընդհակառակը մենք շատ հանգիստ մտնոլորտում, պոզիտիվ մտնոլորտում կգնանք եւ կաշխատենք խորհրդարանում։ Այնպես որ ուզում են միմյանց հետ խորհրդակցեն, նիստեր անեն, մի հատ էլ հավաքվեն, գնան Կրեմլի իրանց
կուրատորների հետ նիստեր անեն, խորհրդակցեն, չգիտեմ, ծուռ նստեն, դուզ նստեն, պարկեն, ելնեն, չգիտեմ ինչ անեն, ինչ ուզում են թող անեն։ Միևնույնն է խորհրդարանը ձևավորվելու է, խորհրդարանում ԿՊ-ն ունենալու է բացարձակ ճշուղ մեծամասնություն, ձևավորելու է միանձնյա կառավարություն, վարչապետ է դառնալու Էլի Նիկոլ Փաշինյանը, մենք շատ հանգիստ եւ պոզիտիվ մթնոլորտում առանց իրենց կաշխատենք։ Իսկ արդյոք այս իշխանությունը կատարելու է այն առանցքային, այսպես ասենք, սպասելիքները եւ պահանջները, որոնք դրված են, ինչի մասին իրենք էլ էին խոսում։ Դա իրավական ոլորտ, հա, այս ամենաառանցքային։ Ցավոք սրտի ամենախոցելի տեղը։ Որովհետև եթե օրինակ դա տեղի չի ունենում էլի, այդ բարեփոխումները, չգիտեմ դրանով ինչ տնենք, հա, այսպես ասենք, արդարադատություն եւ արդարության վերականգնումը, կամ ինչպես Փաշինյանն էր ասում, այդ բոլոր, չգիտեմ, գործակալները, օլիգարխները, հանցագործները նստելու են, Քոչյանը նստելու է, Ծառուկյանը նստելու է, Կարապետյանը նստելու է եւ այլն։ Արդյոք սա որոշակի ռիսկեր չի ստեղծելու հենց իշխանության համար, եթե դրանք էլի չիրականանան։ Ինչու եմ հարցը այսպես տալիս, որովհետեւ այս տարիների ընթացքում դրանք մեծամասամբ չեն իրականացել։ Այո, ռիսկեր կպարունակեն եւ ես էլ որպես քարոզարշավի նախընտրական քարոզարշավի ակտիվ մասնակից փաստում եմ, որ այո, մեր քաղաքացիները մեզ մանդատ է տվել 3 շատ կարևոր բաների համար։ Առաջինը խաղաղության համար, երկրորդը պետությունը, ինքնիշխանությունը պահելու համար եւ երրորդը այդ մարդկանց վերջնականապես պատժելու համար եւ համոզված եղեք, որ այդ խոստումները իրականություն կդառնան։ Իդեպ մինչեւ այսօր ձեր հարցազրույցին գալը մամուլում նկատեցի, որ այդ օլիգարխներից ուժեղ տղեկից մեկը այսօր փորձել է Հայաստանից դուրս գալ, խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է, ով փորձել է Հայաստանից դուրս գալ, բայց որին թույլ չի տրվել Հայաստանը լքել եւ հետեւաբար սա նշանակում է, որ այդ այսպես մուսկուլավոր եւ իրենց ուժեղ տղեկ պատկերացնողները հասկանում են, թե առաջիկայում ինչա տեղի ունենալու։ Իսկ ինչ է տեղ ունենալու, այն որ նրանք պիտի պատասխանատվության։ Այո, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի շրջանակներում, ու ես կարծում եմ ու համոզված եմ, որ իրանք պատասխանատվության կենթարկվեն։ Շատ լավ։ Դուք նշեցիք 3 կարևոր, հա, ինչի համար մանդատ է ստացել, խաղաղություն, ինքնիշխանություն, դատաիրավական բարեփոխումներ, դրա արդյունք բոլորին պատասխանատվության ենթարկել, վերականգնել արդարադատությունը, արդարությունը եւ այլն։ Իսկ արտաքին քաղաքականության մասով ժողովրդի տված մանդատը այդտեղ ինչ որ բան հուշում է։ Այո, ես պատահական չասեցի, որ երբ որ մեզ կոչ էին անում հանրաքվե անցկացրեք ընտրություններից առաջ, ըստ էության ժողովուրդը իր քվեարկությամբ նաև այս հանրաքվեն է իրականացրել ու ցույց է տվել իր քվեարկությամբ, որ այն արտաքին քաղաքական կուրսը, որ այսօր իրականացվում է, դա ընդունելի է Հայաստանի քաղաքացիների ճշող մեծամասնության համար եւ այդ կուրսը կշարունակվի։ Այդտեղ ըստ էության այլևս մութ բաներ չկան, հատկապես արտաքին քաղաքականության ու անվտանգության առումով, ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա առաջնորդը հստակ ասել են, թե ինչ արտաքին քաղաքական կուրս ենք մենք որդեգրելու եւ այստեղ ստեյության փոփոխություններ տեղի չեն ունենալու եւ մեր քաղաքացիները քվեարկելով նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին փաստացի նաեւ կողմ են քվեարկել այդ արտաքին քաղաքական կուրսին։ Շատ լավ, իսկ ընտրություններին այսպիսի բարձր մասնակցայնությունը, հա, ինչով եք բացատրում, այսինքն որն էր ըստ ձեզ քաղաքացու հիմնական շարժառիթը։ Ընտրությունների նման բարձր մասնակցայնությունը ցավալիորեն կապված է ֆինանսական շահագրգռության եւ դրսից եկած մարդկանց որոշակի ակտիվության։ Նախորդ ընտրությունների հետ համեմատ 200, եթե չեմ սխալվում, 50,000-ի կարգի մոտարապես ավել մասնակցություն է։ Սա խոսում է հենց այդ գումարի մասին, ճիշտ է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը լրացուցիչ ավել ձայներ է ստացել, քան նախորդ ընտրություններ, բայց միևնույն ժամանակ այդ արհեստական բարձր մասնակցայնությունը պայմանավորված էր ցավալիորեն փողի, ընտրակաշարքի եւ դրսից բերված մարդկանց
շնորհիվ եւ եթե չլիներ դա, ապա համոզված եղեք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կունենար սահմանադրական մեծամասնություն։ Շատ լավ, դուք նշեցիք մի շարք օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտության մասին, իսկ կա օրինակ նախաձեռնության այդպիսի էլի անհրաժեշտություն, որ հիմա շատ քննարկում է դա մեր հանրությունը, հա։ Այսինքն այստեղ ոչ մի վատ ենթատեքստ չկա։ Մարդիկ գնացել են Հայաստանից, Հայաստանում չեն ապրում, տարիներով անձնագիր Հայաստանի Հանրապետության եւ այդպես կարող են ընտրությունից ընտրություն գալ, այստեղ ինչ որ հարցեր որոշել ու գնալ։ Այստեղ էլ այո անհրաժեշտ է, ես կարծում եմ, որ ժամանակն է, որ այստեղ էլ կարգավորում մտցնենք, որ մարդիկ, ովքեր առնվազն ընտրություններից առաջ, չգիտեմ, միգուցե մի տարվա կտրվածքով կոնկրետ ամիսներ մշտապես չեն բնակվել Հայաստանում, իրենք իրավունք չունենան ընտրելու, քանի որ այո մարդը գնացել է 3, 4, 5, 10 տարի բնակվում է, չգիտեմ, կոնկրետ X երկրում կապ չունի դա Ռուսաստան է, թե Եվրոպան է, ու հանկարծ որոշում է, որ պետքա գա կամ ինչ որ մարդկանց դրդմամբ, ստիպմամբ, ինչպես մենք տեսանք, գա եւ ընտրություն կատարի, որոշի այն երկրի ճակատագիրը, որտեղ ինքը չի ապրում, որտեղ ինքը հարկ չի վճարում, որի բանակին ինքը չի ծառայում, հա, մենք հարգում ենք մեր քաղաքացիներին, մեր ազգակիցներն են, բայց եթե ուզում եք հետաքրքրում է ձեզ այս երկիրը, եկեք բնակվեք այս երկրում, եղեք այս երկրի լիարժեք քաղաքացի, լիերավ քաղաքացի եւ կատարեք ձեր ընտրությունը, քանի որ մարդը, որը չի ապրում այս երկրում, իր ընտրությունը կարա շատ այսպես ուրեմն առանց մտածված լինել, քանի որ հետևանքների ազդեցությունը ինքը չի կրում, ինչպես են օդանավակայանում կոնկրետ անձը, որ ասում էր, ես գալիս եմ ընտրեմ ու գնամ, քանի որ այստեղ կարող են ինչ-որ բաներ ունել, այսինքն ինքը գիտակցում է, որ իր ընտրությամբ այստեղ կարող են ինչ-որ խնդիրներ առաջանալ, բայց ինքը չի գիտակցում, որ ինքը դրա համար չպետք է գա, կամ մյուսը, որ ասում է, ինձ հետևանքները չեն հետաքրքրում, կարևորը իր սրտի օլիգարխը գտնվի ազատության մեջ։ Ահա հենց սրա համար պետք է մենք այո սահմանափակենք դրսում ապրող մարդկանց, քաղաքացիների ընտրության իրավունքը։ Այդ մարդիկ պետք է գան ապրեն ստեղ, որպեսզի այդ հետևանքների համար, իրենց ընտրության հետևանքների համար նաև իրենք պատասխան տան։ Ու եթե իրենք զգան, որ իրենք էլ են պատասխան տալու իրենց ընտրության հետևանքների համար, իրենք երկար կմտածեն որևէ մեկին ընտրելու համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքագետ Էդգար Առաքելյանն էր։